Ինչքան փորձում են այդ հայտնի ընտրական օրենսգրքի քվոտան կիրառել եւ ամեն երրորդը գենդերային այլընտրանք լինի, այնուամենայնիվ կանայք ներգրավում են որպես քվոտայի պարտադիր արդյունք, այլ ոչ թե պրոդուկտ տվող։ Որքան էլ որ մենք ասենք, որ կանանց իրավահավասարությունը այսօր ամենաբարձր մակարդակի վրա է, ունենք կին գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, արդարադատության նախարար, անգամ հետախուզության պետ եւ այլն, բայց իրավիճակը դրանից չի փոխվում։ Կանանց լիդերությունը չեն ընդունում Հայաստանում։ Ես պայքարում եմ իմ վարքագծի չփոփոխությամբ, այսինքն որքան ինձ թիրախավորում են, ես մնում եմ իմ տեղում, իմ խոսքը չի փոխվում, իմ խոսույթը չի փոխվում, իմ վարքագիծը բացարձակապես չի փոխվում։ Տիկին Թովմասյան, ձեր ժամանակը սպառվեց։ Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնելու ամբիոնից։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պիտի լինեն նաև որոշակի խթանող գործոններ, այդ թվում եւ քաղաքական միջավայրի ձևավորումը, որպեսզի կանայք իսկապես ուզենան մտնել քաղաքականություն։ Եթե դու իշխանական падգամավոր չես, իշխանական գործիչ չես, ուրեմն իշխանությունն է քննադատում, թիրախավորում, ընդ որում եւ վիրտուալ եւ իրական տարածքում։ Շատ ավելի առարկայական գանք, ինձ թիրախավորում է իշխանական խմբակցության քարտուղարը եւ ոչ մի ներողություն, ոչ մի զղջման խոսք ամբողջ իշխանական 71-2 падգամավորներից, այդ թվում եւ բավականին ներկայանալի կանայք, այդ խմբակցությունում որևէ մեկը չդատապարտեց։ Ես այդքան չեմ առանձնացնի, որ լրատվամիջոցները թիրախավորում են, բայց կան կայքեր, որոնք լրատվամիջոց չեն։ Հատուկ քարոզչական նպատակով ստեղծված կարճաժամկետ գործունեության համար նպատակային կայքեր են։ Այդ տեղով իրականացվում են ամենազազրելի արարքները։ Ես ուղղակի չեմ կարդում մեկնաբանությունները։ Աղջկաս հետ, երեխուս հետ նկար եմ դնում, իրանք թիրախավորում են։ Գրում են, որ լավ կլինի, որ երեխադ քո նման չլինի, այս երեխան մեղքա, որ սենց մամա ունի, ինչ գեշ են երկուսն էլ։ Այսինքն դրանով պիտի դրանով ինչ անեն, ինձ վախացնեն։ Եթե մի փոքր թույլ կամ թուլանաս եւ փորձես զգացմունքներին տրվել, անմիջապես պիտի դուրս գաս քաղաքականությունից։ Անմիջապես։ Դու սկսում ես ուղղակի փլվել, երբ որ տեսնում ես, որ ամեն կողմից մենակ հարվածներ են։ Բայց նորից քեզ պահում են գաղափարը, որ դու ինչի համար ես քաղաքականության մեջ, եւ այդ գաղափարը շատ ավելի արժեքավոր պիտի լինի քո համար։ Ես կարող եմ հաղթահարել։ Ես կարող եմ միշտ բոլոր իրավիճակներում ինձ տիրապետել։ Ես կարող եմ սխալվել, բայց ես կարող եմ նաև հետևություններ անել իմ սխալներից, բայց ես կարող եմ փոխել իրականությունը իմ մասնակցայնությամբ։